Woman Albert իմ կոմենտներում բազմակի անգամ գրում է. մտի Messenger-ը կարդա, շատ կարևոր բան եմ գրել։ Ու տեսնելով, որ ես Messenger-ը չեմ նայում, իրապես ժամանակ չունեմ ես Messenger-ը նայելու, սկսում է զանգել Messenger-ը։ Ես տեսնելով, որ շատ անգամներ զանգ ա եկել, կարծում եմ, որ ինչ-որ շտապ բան ա պատահել, բացում եմ հաղորդագրությունները ու այսպիսի մի նամակ եմ կարդում։ Դու բժիշկ ես աշխատում Գերմանիայում, որտեղ շատ թուրքեր ու ադրբեջանցիներ կան, ու հավանաբար դու թուրք ու ադրբեջանցի հիվանդներ ունեցել ես, ու միթե դու իրանց բոլորին սպանել ես, քանի որ դու այդպիսի ատելություն ունես, իրանց նկատմամբ պիտի որ դու դրանց սպանած լինեիր, կամ սպանում ես վիրահատական սեղանին, այնպես ես անում, որ չզարթնեն։ Կամ միթե դու թուրքերի ադրբեջանցիների հետ չես շփվում, հավանաբար դու թուրք հարևաններ ունես, որոնց հետ շատ լավ հարաբերվում ես, կամ միթե դու թուրքական ապրանքներ չես գնում, միթե դու թուրքական խանութների չես օգտվում, միթե դու թուրքական ռեստորան չես հաճախում, միթե դու չես գնում Թուրքիա հանգստանալու։ Ու այսպիսի մեղադրանք հնչեցնում, դուք դրսում ապրողներդ բոլորդ էլ թուրքերի ադրբեջանցիների հետ շատ լավ ընկերություն եք անում, հարաբերվում եք, բայց մեզ հայաստանաբնակներից կոչ եք անում թուրքերի ադրբեջանցիների հետ թշնամանալ, չհարաբերվել, չբարեկամանալ։ Ես այս տխմարությանը ընդհանրապես չէի պատասխանի, եթե սա լիներ միակ դեպքը։ Այսպիսի բաներ ես էլի եմ կարդացել, ու չգիտես ինչի ինձ են հասցեագրում, իմանալով հանդերձ, որ Գերմանիայում շատ թուրքեր են ապրում, բայց սրանք չեն հասկանում, որ իրանց փչացածության աստիճանով կամ իրանց պղծության աստիճանով պետք չի ուրիշներին չափել։ Ես բոլորիդ պատասխանեմ ընդհանրացված։ Ոչ, ես թուրք-ադրբեջանցի պացիենտներին չեմ սպանել, չեմ սպանում եւ չեմ պատրաստվում սպանել։ Ինչու՞։ Որովհետեւ ես հայքի ցեղից եմ։ Ես հայ եմ։ Ես Սաֆարովը չեմ։ Եթե իմ հայրենիքին եւ իմ ազգին անհրաժեշտություն լինի, որ ինչ որ մեկին ես սպանեմ, ես կսպանեմ Թեհլերյանի նման։ Ես Սաֆարովի նման չեմ սպանի։ Ոչ, ես թուրքերի ադրբեջանցիների հետ չեմ շփվում եւ ոչինչ չկա այս աշխարհում, որ ինձ տիպի դա անել։ Մի ցեղատեսակի հետ, որոնք կոտորել են իմ նախնիներին կամ իմ եղբայրներին մորթազերծ են արել, չեն զղջացել ու անգամ ներողություն չեն խնդրել, ես նրանց հետ շփվելու ոչինչ չունեմ։ Ոչ մի բան չի կարա ինձ տիպի դա անել։ Ոչ, ես թուրքական ապրանքներ չեմ գնում եւ ես չեմ ալարում, նայել որտեղ է արտադրված տվյալ իրը, քանի որ իմ արդար քրտինքով աշխատած գումարը ես չեմ ցանկանում տալ այն ցեղատեսակներին, որոնք փամփուշտ են գնելու եւ թեկուզ իմ չնչին գումարով մեկ փամփուշտ են գնելու ուղեն դեպի իմ հայրենակիցները։ Ոչ, ես Թուրքիա չեմ գնացել, չեմ գնալու ու չեմ գնում։ Ինչու, որովհետեւ այսօրվա Թուրքիան դա իմ արևմտյան Հայաստանն է, իմ պապերի, իմ ժառանգությունն է։ Քանի որ ակուպացված է թուրքերի ու քրդերի կողմից, ես այնտեղ անելու բան չունեմ։ Ես այն հողի վրա, այդ հողի վրա ոտ կդնեմ որպես ժառանգորդ, որպես տեր եւ տիրակալ։ Ոչ թե կգնամ Անի, Մուշ, Վան, որտեղից որ իմ նախնիներն են իհարկե, բայց գնամ այնտեղ տեսնեմ որտեղ են մորթազերծ արել իմ նախնիներին ու այնտեղ մղկտամ ու տեսնեմ, որ թուրքերն ու քրդերն են վայելում այդ հողերը։ Չեմ պատրաստվում դա անել։ Ես այնտեղ ոտ կդնեմ միայն որպես տեր, որպես ժառանգորդ։ Ասեմ ավելին, ես Թուրքիայով ոչ մի տեղ չեմ թռել, երբևիցե իմ ոտքը այդ պետություն կոչվածի մեջ չի մտել։ Եվ եթե անգամ ինձ ֆիզիկապես վերցնեք տեղափոխեք մեկ այլ մոլորակ, ես ծնվել եմ հայի գեներով, մաքուր հայի գեներով, եւ ես ուր էլ ապրեմ, միևնույնն է հայ եմ ապրելու։ Մի անգամ եմ ապրում եւ մաքուր եմ ծնվել, մաքուր եմ ապրում եւ մաքուր էլ կմեռնեմ։ Դուք ձեր վայրի պիղծ ցեղատեսակի հետ մի համեմատեք ինձ։